Փայլուն մոտիվացիայի ոստիկանության ծառայողների առաջխաղացման, ֆինանսական բարելավման համար։ Աննա Հարությունյանը մասնակցել է ոստիկանության ծառայողների ատեստավորմանը եւ հաղթահարել գերազանց։ Ոստիկանությունում աշխատում եմ շուրջ 14 տարի, երբ 3 տարի առաջ մեկնարկվեց ատեստավորման փուլը, կար մտավախություն, ինչպես է գործարկվելու, ինչ ազդեցություն կունենա մեր սոցիալական բարեփոխման վրա, բայց տեսնելով գործընկերներիս հաջողությունները, ոգևորվելով ծառայության ավելի բարենպաստ աշխատանք իրականացնելու իրենց տրամադրվածությունից, դիմել եմ ատեստավորման երկրորդ փուլին։ Ատեստավորումը գերազանց հաղթահարելուց հետո փոխգնդապետ Հարությունյանի աշխատավարձը կրկնակի ավելացել է, արդեն շուրջ 4600 ոստիկանական ծառայող է ատեստավորվել։ Նրանք բոլորն էլ ստանում են հավելավճարներ ըստ ատեստավորման արդյունքում հավաքած գնահատականների։ Ինչ են ենթադրում ատեստավորումը, նախ առաջի փուլում ստուգվում են նրանց ընդհանուր զարգացվածության գիտելիքները, այս հատվածը ինքը երկու բաղադրիչ ունի, այո, ընդհանուր զարգացվածության ստուգում եւ անձի հոգեբանական պատրաստվածության ստուգում։ Իմիջիայլոց այս գործընթացը իրականացվում է համակարգչային ձևաչափով։ Երկրորդ փուլը ֆիզիկական պատրաստության ստուգումն է, վազք, ուժային վարժություններ։ Երբ այս երկու փուլը հաղթահարվում է, սկսվում է մասնագիտական գիտելիքների ստուգումը։ Սա ամենակարևոր փուլն է, որտեղ այս փուլում ստացած գնահատականը պայմանավորում է անձի ապագա հավելավճարի չափը։ Գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող եւ ավելի բարձր պաշտոնատար անձանց համար նախատեսված է նաեւ հարցազրույց։ Հարցազրույցը համապատասխան հանձնաժողովի ներկայությամբ է իրականացվում, որի կազմը եւս միայն ներքին գործերի նախարարությունից չի, կան հոգեբաններ, հասարակական կազմակերպների ներկայացուցիչներ, պատգամավորներ։ Ոստիկանության ծառայողների համար ատեստավորմանը մասնակցելու ժամկետներ են սահմանված։ Եվ անձը իր նախաձեռնությամբ չի ատեստավորվի, իրավական հետևանքներ կան, որոնք կարող են առաջանալ եւ ընդհանուր միջև պաշտոնից ազատում։ 3 տարվա ընթացքում իրավունք ունի վերահանձնելու, բարելավելու իր գնահատականը եւ առավել բարձր աշխատավարձ ստանալու համար։ Աննա Հարությունյանի նման ոստիկանների օրինակները, ինչպես նախարարությունում են նշում, դառնում են ողջ համակարգի զարգացման շարժիչ ուժ։ Ատեստավորման նոր մեխանիզմը նախատեսված է ոչ միայն գնահատելու, այլև ուղղորդելու ծառայողներին դեպի ավելի բարձր պատրաստվածություն, պատասխանատվություն ու ծառայողական աճ։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։